Բարցես, օրվա կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը ապրիլի 15 շաբթի։ Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնում են համատեղ զորավարժություններ։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը զորավարժություն անցկացնում է Հայաստանի տարածքում, Իրանի զինված ուժերի ստորաբաժանումը Իրանի տարածքում։ Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ Հայաստանի կառավարությունը պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու նոր որոշում է ընդունել։ Հավաքները կանցկացվեն ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի, առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով։ 33 տարի առաջ 1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի կողմից լիակատար էթնիկ զտման ենթարկվեցին Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի խաղաղ բնակիչները։ Մարաղայի հայկական ջարդերի առիթով X-ի միկրոբլոկում հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ 1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի խաղաղ բնակիչները ենթարկվեցին լիակատար էթնիկ զտման։ Ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում 30 կին սպանվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ Պատանդ վերցվեց 29 կին և 9 երեխա, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Այդ վայրագությունները լավ փաստագրված են Human Rights Watch-ի և Amnesty International-ի զեկույցներում։ Մարաղայի կոտորածին հանգեցրած վարքագծերը էթնիկ ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների փառաբանումը, հայկական մշակութային կոթողների ավերումը և բռնի տեղահանումը ավելի վաղ արձանագրվել էին 1988-ից 1990 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլուր հայերի ջարդերի ժամանակ։ Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին, նման ոճրագործությունները կանխելու և հարատև խաղաղության հասնելու համար պահանջվում է հրաժարվել ատելության խոսքից և նպաստել մարդու հիմնարար իրավունքների հարգմանը։ Միացյալ Նահանգների նախագահը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե միջուկային գործարքի հետ կապված խնդիրները չլուծվեն։ Բանակցությունների միջոցով Թրամփը հավելել է, որ այդ դեպքում Իսրայելն առաջատար դեր կստանձնի։ Նա նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել։ Թրամփը չի բացառել, որ ինչ-որ պահի կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Կարևորի մասին միջազգային տեսաշարում։ Այսօր Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքում կրկին հանդիպել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները երկկողմ հարաբերությունների բարելավման ուղիները քննարկելու նպատակով։ Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը Ստամբուլի բանակցություններում ներկայացնելու են արտգործնախարարության աշխատակիցները։ Ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը կայացել էր փետրվարի 27-ին Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքում։ Բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակությունը ղեկավարել է Վաշինգտոնում Ռուսաստանի նոր դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան կողմի պատվիրակությունը գլխավորել է պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։ Իդեպ 2 օր առաջ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցը օրակարգում բացարձակապես ընդգրկված չէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը նշել է, որ Օմանում Իրանի հետ առաջիկա խորհրդակցությունները երկար գործընթացի միայն սկիզբը կլինեն։ Եթե ռազմական գործողություններ պահանջվեն, մենք կձեռնարկենք դրանք Իրանի դեմ։ Ակնհայտ է, որ Իսրայելը մեծապես ներգրավված կլինի դրանում։ Նրանք կլինեն առաջնորդն այս հարցում, ամփոփել է ԱՄՆ նախագահը։ Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այս շաբաթվա սկզբում հայտարարել էր, որ աջակցում է Թրամփի դիվանագիտական ջանքերին Իրանի հետ կարգավորման հասնելու համար։ Նա հավելել էր, որ Իսրայելը և ԱՄՆ ունեն նույն նպատակը՝ երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չստեղծի։
Միացյալ Նահանգները բարձրացնում է Չինաստանից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը 104-ից մինչև 125%, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Մյուս երկրների համար բանակցությունների եռամսյա դադար կսահմանվի, որի ընթացքում բոլորի համար կգործի ԱՄՆ ներմուծման 10% մաքսատուրք։ Համաշխարհային շուկաների նկատմամբ Չինաստանի անհարգալից վերաբերմունքին ի պատասխան, ես բարձրաձայնում եմ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերը մինչև 125%, որոնք ուժի մեջ են մտնում անմիջապես։ Ինչ որ պահի հուսով եմ մոտ ապագայում Չինաստանը կհասկանա, որ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից փախչելն այլևս ընդունելի չէ, գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։ Իդեպ Թրամփը նաեւ հայտնել է, որ բանակցությունների վերաբերյալ առաջարկություններով իրեն է դիմել ավելի քան 75 երկիր։ Իր հերթին Պեկինը 3 հայտարարել է, որ պայքարելու է մինչև վերջ եւ պատասխան մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների համար 34%-ի չափով, իսկ Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ից ներկրվող բոլոր ապրանքների համար լրացուցիչ 84% մաքսատուրքերի մասին։ Դրանք ուժի մեջ կմտնեն այսօրվանից։ Ի պատասխան Եվրամիության երկրներից ներկրվող պողպատի եւ ալյումինի վրա Միացյալ Նահանգների կողմից սահմանված 25% տուրքերի, Եվրամիության անդամները 3 հաստատել են 25% մաքսատուրքեր ԱՄՆ-ի մի շարք ապրանքների, այդ թվում նուշի, նարնջի, հյութի, թռչնամսի, սոյայի, պողպատի եւ ալյումինի, ծխախոտի եւ զբոսանավերի վրա։ Սրանք Եվրոպայի առաջին պատասխան քայլերն են առևտրային պատերազմում, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է առևտրային գործընկերների դեմ ամբողջ աշխարհում։ Ֆրանսիան, Իռլանդիան եւ Իտալիան կոչ են արել հանել ամերիկյան բուրբոն վիսկին ցուցակից այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել է, որ դրա ընդգրկումը կհանգեցնի 200% պատասխան Թուրքի եվրոպական ալկոհոլի վրա։ Նոր մաքսատուրքի ուժի մեջ մտնելը հետաձգվել է մինչև ապրիլի 15-ը ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար։ Դրանք կներդրվեն փուլերով ապրիլից դեկտեմբեր։ Եվրահանձնաժողովն այժմ աշխատում է պատասխան միջոցառումների երկրորդ փաթեթի վրա, որը կներկայացվի հաջորդ շաբաթվա սկզբին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան մտադիր է այս տարվա հունիսին ճանաչել Պաղեստինը որպես պետություն։ Այս մասին Մակրոնն ասել է ֆրանսիական France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում Եգիպտոս կատարած երկօրյա այցի ժամանակ։ Տեղեկացնենք, որ հունիսին Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի հետ կնախագահի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի երկօրյա համաժողովը, որի նպատակն է աջակցել երկու պետությունների խնդրի լուծմանը Իսրայելի եւ Պաղեստինի միջև 18-ամսյա պատերազմից հետո։ Մենք կարող ենք ավարտել գործընթացը մի քանի պետությունների փոխադարձ ճանաչմամբ, ասել է Մակրոնը, հավելելով, որ դա Ֆրանսիային թույլ կտա բացահայտորեն պայքարել նրանց դեմ, ովքեր ժխտում են Իսրայելի գոյության իրավունքը, մասնավորապես Իրանին։ Մակրոնը նաև վերահաստատել է իր հանձնառությունը տարածաշրջանում հավաքական անվտանգությանը։ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալական միության պահպանողական դաշինքը, ինչպես նաեւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել են նոր իշխող կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Կոալիցիոն համաձայնագիրը կողմերը ներկայացրել են ապրիլի 9-ին Բունդեսթագում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները սկսվել էին մարտի 13-ին։ 144 էջանոց համաձայնագրով կողմերը պայմանավորվել են ստեղծել փորձագիտական հանձնաժողով երկրի պետական պարքի արգելակի արդիականացման համար, սկսված 2028 թվականից 5 տարվա ընթացքում նվազեցնել հարկը տարեկան 1%-ով, վերացնել 3 տարի հետո Գերմանիայի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, մցնել կամավոր զինվորական ծառայություն, կրճատել բյուջեի ծախսերը, ներառյալ միջազգային կազմակերպությունների կամավոր ֆինանսավորումը։ Սպասվում է, որ մայիսի 7-ին Գերմանիայի կանցլեր կընտրվի ՔԴՄ-ի նախագահ Ֆրիդրիխ Մերցը, ով ավելի վաղ մտադրություն էր հայտնել ավարտել կառավարության ձևավորումը մինչև Սուրբ Զատիկը, որը Գերմանիայում նշվում է այս տարվա ապրիլի 20-ին։ Ալլա Ղալեչյան, Հորիզոն։ Քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում չի պարտվել եւ այն արդյունքները, որոնք գրանցել է, հաղթանակի նշան են։ Այս պարագայում Շիրակի մարզպետը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Այս մասին հայտարարել է Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում։ Մարզպետն անդրադարձել է նաեւ այն հարցին, թե նորընտիր ավագանու առաջին նիստում քաղաքացիական պայմանագիրը արդյոք քաղաքապետի թեկնածու առաջադրելու է։ Այսօրվա մեր թիմ օրենսգրքով քաղաքի տերը ավականիներն են, քաղաքը կառավարում է ավականին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի 14 մանդատ եւ ամենամեծ խմբակցությունն է եւ դրանից կարելի է հետեւություններ անել։ Պարոն Ալեքսանդրյան, այսինքն Գյումրիում էլ է ԿՊ-ն առաջնորդվում, ինչ է լինի, մենք մեզ պարտված չենք համարի սկզբունքով։ Դե մենք մեզ պարտված չենք համարում, ել եմ ասում 14 մանդատ ամենամեծ խմբակցություն, 2-3 մանդատներով
ու իդեպ ոչ կոալիցիա կազմելով համարել, որ կառավարում են անելու Գյումրիում, բնականաբար հրաժարական չեմ ներկայացնելու, վստահ ասում եմ, որ լավ արդյունքներ կրանցելու պարագայում, որովհետեւ մեկը աշխատանքի չի ազատվելու եւ ես բարձր ճակատով, ինչպես ընտրություններից սկզբից էլ ասել եմ, բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում ու շարունակելու եմ քայլել Գյումրիում, գյումրեցիների աչքերի մեջ նայել, այդ թվում բոլոր ընդդիմադիր տեխնազուները իրենց ավականու անդամների։ Իսկ հաջորդը տեխնազուի մասով մոդոլերս մանդատները վերցնելուց հետո կլինեն պաշտոնական հայտարարություն, այդ ժամանակ կիմանանք։ Իմ կարծիքով ընդրական օրենսգրքի մեջ խնդիրներ կան այս պարագայում, որովհետև չի կարող 17200 քաղաք Գյումրին քաղաքացիները տան 17200 ցեն մեկ ուժի, մեկ տեխնազուի եւ 2-3000 ցեն հավաքողներ հավաքվեն 4-5 հոգով որոշեն վերջացնեմ, որոշեն որ ով է լինելու Գյումրու քաղաքապետը։ Այս ամեն ինչի սկզբանե ինչ որ ասում եմ նաեւ ձեր այդ հարցազրույցների ժամանակ, այս ամեն ինչը ցույց տվեց իմ արտարացի խոսքը, որ գյումրեցու ու գյումրեցիների ընդհանրապես հետաքրքիր չեն ուժերը, որոնք այսօր Երևանից կամ Գյումրիում այս իրավիճակը ստեղծել են, իրանց ընդհանրապես հետաքրքիր չէ ոչ Գյումրին, ոչ է գյումրեցին։ Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում ցենզուր էր տանելու։ Չեմ զարմանա, որ շուտով մավզալեյ կառուցենք քաղաքապետարանի կողքը կամ հետ կամ ինչն էր ԿՊ-ի դեմ 17200 ցենը։ Գյումրի բժշկական կենտրոնի կաթվածի եւ նյարդաբանության բաժինը 3-րդ տարին է կաթվածի բուժման ծրագիրը իրականացնում։ Երևանից հետո Գյումրիում ներդրված պետական ծրագրով անհետաձգելի բուժօգնություն են ստանում Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչները։ Հայաստանում վիճակագրությունը այսպիսին է՝ սուր իշեմիկ կաթվածով հիվանդների թիվն ամեն տարի ավելանում է 30%-ով, իսկ աճի պատճառները մի քանիսն են։ Կաթվածը սրտի խնդիր չէ, այլ գլխուղեղի, որն առաջանում է գլխուղեղում զարկերակների կամ երակների խցանման կամ պատրվածքի պատճառով։ Ամբողջ աշխարհում է կաթվածի զարգացման վտանգն աճել եւ շատ դեպքերում չի հաջողվում կյանքեր փրկել։ Այստեղ րոպեներն ու անգամ վայրկյաններն են կարևոր։ Մարզերում այս հիվանդությունից մահացության ցուցանիշը նվազեցնելու ներուղված սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ներդրումը այստեղ։ Մենք ձեռք ենք բերել տարածաշրջանային կարևորություն եւ Հայաստանի հյուսիս-արևմուտքը ամբողջապես մենք սպասարկում ենք Շիրակի եւ Լոռվա մարզի մեր բնակիչներին։ Այս ծրագրում համատեղվել են երկու նորագույն բուժումների մեթոդները՝ թրոմբոլիտիկ թերապիան եւ վիրահատական բուժումը։ Անհետաձգելի բուժօգնության հասանելիությունը Շիրակի եւ Լոռու մարզերի շատ հիվանդների կյանքում ճակատագրական նշանակություն է ունեցել։ Ինսուլտ տարած հիվանդին րոպեների ընթացքում բժշկական կենտրոն հասցնելու արդյունքում ոչ միայն կյանքն են փրկել, նաեւ կանխել են հաշմանդամությունը։ Այս ծրագիրը կյանք փրկող ծրագիր է եւ շատ հիվանդներ ստանալով իրենց խիստ անհրաժեշտ բուժումը ժամանակին իրենց կյանքը փրկվում է։ Բայց այստեղ մենակ կյանքերի փրկության մասին չի խոսքը, այստեղ նաև շատ կարևոր է հաշմանդամությունից խուսափելու կամ ծանր հաշմանդամություն չունենալու խնդիրը, որը ոչ պակաս կարևոր է կարծում եմ, եւ կաթվածի բուժումը ժամանակին եւ ճիշտ տեղում թույլ է տալիս ոչ միայն կյանքեր փրկել, այլ նաև հաշմանդամությունը նվազեցնել անգամներ։ Բաժանմունքը ծանրաբեռնված է, աշխատում մոտ 20 հոսպիտալացված հիվանդ երկարատև բուժում է ստանում։ Այն թեև մեծ մասամբ համարվում է տարիքային հիվանդություն, բայց երիտասարդացման միտում կա։ Նախորդ տարի կաթվածով մոտ 500 հիվանդ է բուժում ստացել։ Այս տարվա առաջին եռամսյակի թվերը կանխատեսում են այն մասին, որ 2025-ի ավարտին նախորդ տարվա ցուցանիշի գերազանցում կունենան։ Այս տարվա առաջի 3 ամիսների դինամիկան էլ ցույց է տալիս, որ մենք այս տարի ամենաշատ թվով կաթվածներ ենք ունենալու։ Միջին թվեր ասեմ, որպեսզի պատկերացնեք, մոտավորապես մենք տարին բուժում ենք, անցյալ տարի օրինակ մոտավորապես բուժել ենք մոտ 500 կաթվածով հիվանդ։ Դա մեծ թիվ է, այս տարի բնականաբար ավելի մեծ կլինի թիվը, իմ կարծիքով մոտ 600-700 թվին կհասնենք, նույնիսկ կարող է ավելի լինել։ Հիվանդացության թվի աճով Հայաստանում անզիջելի է մնում նաև սուր ինֆարկտը, որը նույնպես հաշմանդամության եւ մահացության պատճառներից է։ Բժիշկները տարեկան աճը խիստ մտահոգիչ են համարում։ Վերջին 7-8 տարիների ընթացքում ես եթե վերցնեմ սկզբնական հատվածում, ես երբ սկսել եմ ստեղ աշխատանքը, մոտ 16 թվականին տարեկան, ասենք, եթե լինում էր 400 հիվանդ, 500 հիվանդ,
այս տարիների ընթացքում արդեն ունենում ենք 1500 հիվանդ։ Այսինքն մոտ 3 անգամ սպասարկման հիվանդների շահ բուժառուների քանակը ավելացել է։ Վերջին մեկ ամսում անգիոգրաֆիկ բաժանմունքը սիրտանոթային խնդիրներով հիվանդների վիրահատական միջամտություններ չէր կատարում։ Պատճառը անգիոգրաֆիկ սարքի անսարքությունն է եղել։ Սարքի հետ կապված նախ ինքը ռենտգեն հատվածը ժամանակի ընթացքում սպառվում է, ասենց եթե ժողովրդական ավելի մատչելի բացատրենք, ժամանակի ընթացքում սպառվում է եւ կարող է լինում փոխարինել նորով։ Բայց դրա հետ միաժամանակ նաեւ առիթը օգտագործեցինք, ծրագրային թարմացում նաեւ կատարվեց, ինչի արդյունքում արդեն կարողանում ենք ավելի լավ ծառայությունները մատուցել։ Մեկ ամսվա դադարի ընթացքում անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդներն ուղղորդվել են այլ բժշկական հաստատություններ, այսինքն Երևան։ Հիմա նորից բաժանմունքը վերսկսել է աշխատանքը։ Վիրահատության ցուցում ստացած եւ հերթագրված հիվանդներն արդեն ստանում են բուժօգնություն։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Էրեբունի բժշկական կենտրոնը հիմնել է ռադիոթերապիայի եւ ռադիովիրաբուժության եզակի ամբողջական կենտրոն, որտեղ դարի հիվանդության, կասկեղի բուժման, ճառագայթային թերապիայի եւ ռադիովիրաբուժության մեթոդներն են կիրառում այժմ արդեն գերժամանակակից, աշխարհին հայտնի բուսարկավորումային համակարգերով։ Դարի հիվանդության, քաղցկեղի, մարդկությանը հայտնի բուժման մեթոդներից մեկը ճառագայթային թերապիան է։ Գիտական մտքի նորագույն նվաճումներից են Վարյան ընկերության Halcyon եւ Bravos ռադիոթերապիայի եւ բրախիթերապիայի սարքավորումները։ Գերժամանակակից համակարգերն արդեն հասանելի են Հայաստանում։ Էրեբունի բժշկական կենտրոնն է հիմնել ռադիոթերապիայի ու ռադիովիրաբուժության ամբողջական կենտրոն։ Лучевая терапия применяется примерно у 80% пациентов, которым был Ճառագայթային թերապիա կիրառվում է ռուսկաբանական ախտորոշում ունեցող պացիենտների մոտ 80%-ին։ Դա բուժման մեթոդ է, որը հիմնված է իոնիզացվող ճառագայթման ազդեցության վրա ուռուցքային բջիջների նկատմամբ։ Պացիենտի բուժման պլանը միշտ մշակվում է ելնելով բազմաթիվ գործոններից։ Ռադիոթերապիայի կենտրոնում յուրաքանչյուր բուժառուի համար աշխատում է ամբողջական թիմ։ Ձեզ կդիմավորեն ժպիտով, կլսեն մեծ ուշադրությամբ, կծանոթանան հիվանդության պատմությանը, նոր միայն բժիշկները կքննարկեն ու կառաջարկեն բուժման լավագույն տարբերակը։ Всегда на первичной консультации мы обсуждаем с пациентом. Առաջնային կոնսուլտացիայի ժամանակ մենք պացիենտի հետ մանրամասն քննարկում ենք կողմնակի ազդեցություններն ու զգացողությունները, որոնք կարող են առաջանալ բուժման ընթացքում։ Ճառագայթային թերապիան լիովին անցավ է, պացիենտը չի զգում ոչ ցավ, ոչ այրոց, ծակծկոց կամ որևէ այլ անհարմարություն։ Ուռուցքածին բջիջներն արմատապես վերացնել հնարավոր է ռադիովիրաբուժության միջոցով։ Varian Edge սարքն այս պահին աշխարհին հայտնի լավագույն գործիքն է ոլորտում, այն եւս Հայաստանում է։ Ռադիովիրաբուժության ու ռադիոթերապիայի գլխավոր պահանջը սխալի բացառումն է։ Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնում առկա են գերմանական Siemens Healthineers ընկերության Somatom Go Open Pro ճառագայթային պլանավորման համար նախատեսված տոմոգրաֆ եւ ճշգրիտ ախտորոշման համար նախատեսված Siemens Biograph MCT 64 PET-CT։ Лечение это может проводиться двумя основными способами. Բուժումը կարելի է իրականացնել երկու հիմնական մեթոդով։ Առաջին՝ ֆրակցիոն բուժում, երբ յուրաքանչյուր սեանսի ընթացքում կիրառվում է դոզայի փոքր չափաբաժին, իսկ բուժման կուրսը երկարատև է։ Երկրորդ տարբերակը ստերեոտակտիկ ճառագայթային վիրաբուժությունն է, որը լիովին հակառակ մոտեցումն է։ Այս դեպքում մեկ սեանսի ընթացքում կիրառվում է դոզայի մեծ չափաբաժին, իսկ ընդհանուր սեանսների քանակը նվազագույնն է, սովորաբար 1-5։ Միջազգային լավագույն փորձով բժշկական անձնակազմ, գերժամանակակից սարքավորումներ ու հոգատար մոտեցում։ Օնկոլոգիական տարատեսակ հիվանդություններ բուժելու համար արտասահման մեկնելու կարիք այլևս չկա։ Ավելին, սա տարածաշրջանի լավագույն առաջարկներից մեկն է։ Հաստատությունն Էրեբունի բժշկական կենտրոնին հարակից տարածքում է, աշխատում է երկուշաբթիից շաբաթ։ Բոլոր մանրամասներին ու վճարման տարբերակներին կարելի է ծանոթանալ Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնի պաշտոնական կայքում։ Գործում է նաև պետպատվեր։ Այժմ լրացը եւս սպառված է, ծանոթացեք նորությունների ժամ 20-ին։